Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը հորդորում է քաղաքացիներին մինչև 2014 թվականը կատարած գրանցումները թվայնացնել։ Այս պահին 7 ծառայությունից 6-ը թվայնացված է։ Մասնավորապես երեխայի ծննդի, հայրության ճանաչման, ամուսնության, ամուսնալուծության, անունը փոխելու եւ մահվան ակտային գրանցումները հնարավոր է կատարել էլեկտրոնային տարբերակով։ Վայնացման գաղափարի հիմքում դրված էր այն, որ հնարավոր լինի էլեկտրոնային հարթակների համակցման արդյունքում ստանալ այն տվյալները, որոնք անհրաժեշտ են համապատասխան ակտային գրանցում իրականացնելու համար։ Օրինակ, ծննդի պետական գրանցում իրականացնելիս տեղեկատվությունը էլեկտրոնային համակարգերի համակցման արդյունքում ստանում ենք Armed էլեկտրոնային համակարգից, որը համակցված է մեր համակարգին, բավական արագ եւ դյուրին է process-ը, միայն անհրաժեշտ է անձի դիմումատուի էլեկտրոնային ստորագրության առկայությունը։ Թվայնացված չէ միայն որդեգրման ակտային գրանցումը որոշ բարդություններով պայմանավորված, նշում է գործակալության պետ Մարինե Յայլախանյանը։ Որդեգրումը, ինչպես գիտենք, իրականացվում է համապատասխան դատարանի կողմից կայացրած օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության պարագայում ծննդյան ակտային գրանցման մեջ կատարվում են համապատասխան փոփոխություններ, հիմք ընդունելով որդեգրման դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը, այսինքն երեխայի անունը, ազգանունը, հայրանունը, ծնողների վերաբերյալ տեղեկությունները, նույնիսկ ծննդյան ժամանակը կարող է փոխվել։ Դրա համար էլեկտրոնային հարթակների միջոցով այդ տեղեկատվությունը հասանելի չէ, հետևաբար իր հենց սպეციფიკան եւ գաղտնիությունը հաշվի առնելով իրականացվում է ոչ էլեկտրոնային եղանակով այս պահին։ Իհարկե, թղթային տարբերակով գործակալության սպասարկման գրասենյակներ դիմում ներկայացնել եւս հնարավոր է, սակայն քաղաքացիներն ունեն նաեւ էլեկտրոնային եղանակից օգտվելու հնարավորություն։ Թվային գործիքների ներդրումը ավելի հեշտացրել է process-ը եւ այն քաղաքացիները, ովքեր ունեն էլեկտրոնային ստորագրություն եւ ունեն ցանկություն դիմելու ու ծառայությունը էլեկտրոնային ստանալու, կարող են հեշտությամբ իրականացնել արդեն եւ ամուսնության վերաբերյալ տեղեկատվությունը ծնողների եւ երեխայի ծննդի պետական ծննդի վերաբերյալ տեղեկանքը, որը գեներացվում է համապատասխան հիվանդանոցում էլեկտրոնային եղանակով հնարավոր է ստանալ եւ լրացուցիչ փաստաթղթեր վերցնելու եւ կակ սպասարկման կենտրոն այցելելու այլևս անհրաժեշտություն չկա։ Ամուսնության հանդիսավոր արարողության հնարավորությունը պահպանվում է, սակայն ապրիլի սկզբից կա նոր կարգավորում, ըստ որի համապատասխանեցվել են պետական արարողակարգի չափանիշներին, այսինքն դրոշի կիրառությանը, աշխատակցի հագուստի վերաբերյալ նաև այնտեղ պահանջներ կան, այո, եւ տեքստն է ամրագրվել արդեն հրամանում, որի կիրառությունը պարտադիր է դարձել ամուսնության հանդիսավոր գրանցում իրականացնելիս։ Նշենք, որ երկրից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւս կարող են թվային գործիքներից օգտվել եւ դիմում ներկայացնել առանց որևէ մեկին լիազորելու, եթե ունեն էլեկտրոնային ստորագրություն։ Աննա Մելքումյան, Սյունիք լուրեր։